խնդրում եմ սիրելիներ զգացեք ու վայելեք այն տրամադրությունը ու դեմքի այն արտահայտությունը, որ գալիս է Ղափլանյան Միկայից, կարծում եմ գուշակում եք ինչու, որովհետև Այո, որովհետև պահը գալիս է, երբ մենք խոսելու ենք հիմա արդեն համովություններից։ Իսկ այդ պահը իսկ հիմա մեր տաղավարում, Խանոցյան տաղավարում, մեր շատ սիրելի գործընկեր Անուշը ունի հյուր։ Նա ֆուտբլոգեր Փեփրոնեն է, այո, մեր լավ ընկեր արդեն դարձած, բարի լույս սիրելիներ։ Բարի լույս։ Այսօր այո Փեփրոնեն պատրաստել է մեզ համար գեղեցիկ անակնկալ, տոնական բրուսկետաներ է պատրաստելու, որտեղ միս չկա, ծանր ոչ մի բաղադրիչ չկա եւ շատ թեթև ու համեղ տոնական բրուսկետաներ է մեզ առաջարկելու։ Ինչից ենք սկսում։ Սկսենք կարմիր պղպեղով եւ ստրաչատելլայով։ Շատ գեղեցիկ բառ է, այո, բրուսկետայից, շատ թեթև եւ արագ, ինչպես Անուշը ասեց, ես կկտրատեմ կարմիր պղպեղը, իսկ Անուշը կզբաղվի սխտորով եւ մաղադանոսով, իսկ հետո արդեն կմիացնի։ Իսկ ինչը հատուկ է ընտրված այս թեթև եւ դյուրամարս բաղադրատոմսը հատուկ այսպես նախատոնական օրվան ընթառաջ։ Ինչու, որովհետև մենք փորձում ենք առաջարկել ավելի թեթև ուտեստներ եւ ընդհանրապես վերջին օրերին էլ մենք փորձեցինք մի քիչ ավելի այլընտրանք առաջարկեցինք մեր հեռուստադիտողներին, մի քիչ ոչ սովորական, ավելի բացառիկ ուտեստներ եւ այս անգամ էլ բրուսկետաները միշտ ավելի եւ գեղեցիկ տեսք են հաղորդում սեղանին եւ գունեղ են, հետաքրքիր են ու միշտ ինձ թվում է առաջինն է, չէ՞ ավարտվում։ Երբ որ բրուսկետան սեղանին կա, երբեք չես վերցնում ասել։ Հեշտ է, հարմար է։ Իրականում նախուտեստ է սա ու նախուտեստի դերը սեղանին այն է, որ հյուրերին զբաղեցնել, մինչև հիմնական ուտեստները տակ կժամանեն սեղանին։ Այո, եւ բոլորի համար սիրելի են լինում, եւ վստահ եմ մեր հեռուստադիտողները այս բաղադրատոմսը եւս կօգտագործեն իրենց տոնական սեղանի համար ու կզարմացնեն հյուրերին։ Ես հիմա կկարմրացնեմ հացերը առանց որևէ բուսայուղի կամ կարագի եւ կկտրատեմ կարմիր պղպեղը։ Իսկ այդ ընթացքում կտրեմ։ Այո։ Իդեպ եթե տանը կա տոստեր, կարելի է տոստերով ավելի արագ այդ գործողությունը անել ու ստանալ խրտ-խրտան հացիկներ։ Ես հագնեմ իմ ձեռնոցները։ Մանր կտրեմ։ Այո, պետք է շատ մանր, ամեն ինչ մանր ենք կտրատում, որովհետև հացերը մեր փոքր են եւ պետք է գեղեցիկ տեղավորել ամեն ինչ հացի վրա։ Այդ կարմիր պղպեղը շատ ախորժաբեր էր մեզ համար, հատկապես երբ խոշոր պլանով բոլորի մանկության համերին։ Թթային ինչ-որ բան ես զգացի։ Այո։ Եվ հիշեցնում է մայրիկի մարինադները։ Այո։ Իսկ դուք կարողացել եք հրաժարվել ավանդական ուտեստներից, որոնք անպակաս են ամանորի սեղաններից, բայց միևնույն ժամանակ շատ-շատերը ասում են, որ դե կարելի է հրաժարվել ծանր են, բայց չի հաջողվում, ինչ որ չեմ հասկանում։ Եթե ինձ ես հարցնում, ուրեմն ոչ։ Ոչ, իսկ դուք ինչ որ չափով, լավ, չեմ ասում, այսպես լիարժեք, բայց կա ուտես, որ օրինակ բացառել եք այս տարի, որ չի լինելու ամանորի սեղանին։ Օրինակ, չգիտեմ, խոզի բուդը կամ ես կարծում եմ ամենաճիշտը համադրությունն է։ Քանի տարի է չեմ պատրաստում։ Ախ, չես պատրաստում արդեն քանի ինչու։ Ախր շատ համեղ է։ Որովհետև նայած ընտանիքի երևի կան մարդիկ, ովքեր շատ են սիրում, մեր ընտանիքում այդքան էլ չէ։ Դրա համար չեմ պատրաստում։ Դրա փոխարեն ես համակարծիք եմ քեզ հետ։ Նյարդայնացավ մի տեսակ հետաքրքիր նախուտեսն է եւ աղցան շատ տարբեր, երևի մի 7-8 տեսակի աղցան եմ պատրաստում։ Ես շատ եմ սիրում։ Եվ թվում է նաև ծանր է, չէ՞ Անուշ։ Այո, իհարկե, Ազդրամիսը եւ մի քանի օր հետո մնում է։ Այո, իզուր տեղը։ Բայց կան շատ տարբերակներ, որոնք կարող ենք օգտագործել եւ վայելել տարբեր տարբերությունների մեջ։ Մսի սիրահարը։ Այստեղ հակամարտություն է գնում։ Այո։ Դե ոչ միայն տղամարդիկ, կան կանայք աղջիկներ, որոնք շատ սիրում են եւս, բայց ես օրինակ գերադասում եմ ավելի այսպես բրուսկետաներ, նախուտեսներ հետաքրքիր։ Ավելի թեթև։ Լավ, եկեք թեման փոխենք, հա, ես ներվանեցի։ Լավ, ամեն դեպքում եկել հասել ենք ավանդական մեր ուտեստների մասին ենք խոսում։ Հիմա Փեփրոնը հետաքրքիր է։ Ես հիշում եմ, երբ փոքր էի, մեր հարևանները գալիս էին անընդհատ իրար հարցնում, որովհետև մի շաբաթ մեր ծնողները պատրաստվում էին, չէ՞, այն ժամանակ ավելի երկար էր դատել, որովհետև ամեն ինչը անում էին իրենք եւ այդ կիսապատրաստուկները, կիսաֆաբրիկատները, այո։
եւ ամեն բան ու գալիս էր հարևանը ասում էր ես նրբաբլիթներն արդեն պատրաստել եմ իսկ դու ես տոլման եմ փաթաթել իսկ դու ես փախլավան եմ թխել Ինձ թվում է մրցավազք Ես նույնիսկ հիշում եմ որ կար ավանդական օր նրբաբլիթ պատրաստելու համար ու եթե չեմ սխալվում դա կամ դեկտեմբերի 26-ն էր կամ 29-ը եթե չեմ սխալվում այսպես Ես չեմ ֆիքսել այդպիսի օր երբ հասցնում ենք իսկ ես դեռ չեմ հասցրել որովհետեւ այսօր երեկոյան միայն արդեն կարող եմ հասնել իմ խոհանոց Այո, աշխատող կանանց համար մի փոքր բարդ է, քանի որ բոլորս աշխատում ենք մինչև դեկտեմբերի վերջին օրը։ Պեպրոներ, իսկ դու հասցրել ես։ Ոչինչ չեմ հասցրել։ Երեկվանից նոր ինչ-որ պատրաստություններ սկսեցինք տեսնել, բայց ես կարծում եմ, որ ամանորը ավելի շատ սիրելիների հետ շփվելու, Այո։ գեղեցիկ հանդիպումներ ունենալու, այլ ոչ թե միայն ուտելիքի մասին է։ Ուտելիքը միայն կարող է մեր օրը ավելի գեղեցիկ ու համեղ դարձնել, բայց ավելի ոչ նյութական հաճույքներ կան ամանորի հետ կապված, որ պետք է դրանց վրա ավելի շատ ծանրանալ, դրա համար շատ ստրես չեմ տանում։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, դու ավելի շատ ավանդական, մայրիկի բաղադրատոմսերի, տատիկի բաղադրատոմսերն ես պատրաստում, թե փորձում ես այսպիսի հետաքրքիր։ Ամեն տարի տարբեր, ես չեմ սիրում անընդհատ նույն բաները անել, իսկ այս տարի ուզում եմ համադրել թե ավանդական, թե ժամանակակից ու հետաքրքիր մի միտք ասեմ, այդ միտքը ինձ տվեց ընկերուհիներիցս մեկը, որ աշխատարան էր կազմակերպել սեղանադրման ամանորյա ու այնքան հետաքրքիր նույնիսկ սեղանը դասավորելուց շատ հետաքրքիր միտքեր օգտագործել տատիկի հին սպասքը եւ ժամանակակից սպասքը իրար հետ համադրելով ու ինձ դա տվեց միտք, որ կարելի է նույն բանը ուտեստների հետ անել այսինքն վերցնել ինչ-որ ժամանակակից բաներ ազգային խոհանոցից մենք նախորդ անգամ իդեպ ազգային խոհանոցից տոնական աղանդեր էինք պատրաստել։ Այո, շատ համեղ էր։ Այո, ու կարելի է այդպես համադրություններ մտածել, հնի ու նորի խաչմերուկում հայտնվել։ Իսկ ում է մեծ մասի մոտ այդպես էլ լինում է, չէ՞։ Շատերը կան, որ օրինակ սիրում են մայրաքաղաքային աղցան եւ պարտադիր մինչեւ հիմա պատրաստում են եւ համադրելով արդեն այլ որպեսզի հյուրերից ոչ մեկը չնեղանա եւ բոլորը գտնեն իրենց հաճելի ինչ-որ մի բան ժամանակակից եւ ավելի ավանդական։ Ինձ թվում է տարեցները եւ ավելի տարիքով մարդիկ սիրում են հին համեր, իրենց ծանոթ համեր, իսկ երիտասարդները ավելի ժամանակակից եւ էքսպերիմենտների կողմնակիցներ են։ Այո։ Ու այդպես կարելի է բարեկամներին բոլորին գոհացնել։ Բայց քանի դեռ խոսում ենք ավանդական ուտեստերից, մենք գիտենք անուշ, որ վերջերս ազգագրագետ Վահե Քոթանյանի հետ միասին այնօր Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում իմիջիայլոց իմ տան հարևանությամբ կարող էի արձագանքել ես կմիանայի ձեզ, այո։ Իսկ ես չգիտեի, հաջորդ անգամ անպայման կասեմ, որովհետեւ մենք հաճախ ենք գնում թանգարան տարբեր միջոցառումներ լուսաբանելու։ Այդտեղ պատրաստել եք ավանդական ինչ-որ ուտեստ, որը ունի հետաքրքիր ինչ-որ պատմություն, չմոռանաք նաև այդ մասին ակնարկել ու մի քիչ բացահայտել։ Շատ հետաքրքիր է, ինչու հենց Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում։ Որովհետև Խաչատուր Աբովյանը շատ սիրել է ամանորը յուրովի դիմավորել եւ շատ աշխատություններ ունի, որտեղ գրված են, թե ինչպես են քանաքերյան, այսպես ասած, նիստուկացը եղել, հա, ամանորի եւ շատ է սիրել հատուկ նվերներ գնել իր ընկերների համար, ժամանակ է տրամադրել դրա համար։ Շատ եվրոպական մոտեցում։ Բայց ինչու ենք մենք գնացել հենց նրա համար, որ Խաչատուր Աբովյանի բաղադրատոմսով պատրաստել են գաթա։ Այո, եւ Վահեն Քոթանյանը որպես ազգագրագետ ինքն էլ խոսում էր տարեհացի մասին եւ ընդհանրապես ինչ խորհուրդ ունի, ինչ հետաքրքիր, տարբեր ծիսական արարողակարգեր են եղել եւ այդպես շատ հետաքրքիր միջոցառում էր, որտեղ ոչ միայն իր բաղադրատոմսով գաթա պատրաստեցին, այլ նաև թանապուր պատրաստեցին, որը նույնպես իր հուշերում գրված էր, որ շատ կանաչիով, այսպես եւ փաստորեն ամանորին սպաս են կերել մարդիկ։ Սպաս։ Այո։ Ժամանակները ինչպես է փոխվում, չէ՞։ Եվ ասում է, որ պատրաստում էին ու բաժանում միմյանց, հարևան, բարեկամներին եւ այդ հուշերը շատ ջերմ են եղել իր համար ու միշտ այսպես ջերմությամբ այդ ամենի մասին խոսել է, գրել է։ Իհարկե թանապուրին չի վերաբերվի, բայց ազգային խոհանոցը ամանորյա պասային է։
Այո, ու պասային է։ մսային ոչ մի բան չկա։ Դե Այս սա իզուր չէ բացառություն է նույն ձևով, իսկապես։ Հա, սա նույն բացառություն է, ահա։ նույն ձևով եւ պասուց տոլման ինչու են պատրաստել եւ ձիթայուղով են պատրաստել, որովհետեւ պասային շրջան է եղել։ Դրա համար էլ հիմնականում առանց մսի ուտեստներ են պատրաստել։ Այնպես որ մսայինը ավելի շատ երևի սովետական շրջանից։ Այո, խորհրդային եկած, տարիներից այո։ ավելի շատ մնաց, բայց լավ է որ հիմա փեփրոնը շատ են պատրաստում եւ դու քո բլոգում շատ ես ներկայացնում հայկական, ավանդական մեր հին ուտեստները։ Այո, ցավոք սրտի մոռացված, բայց ասեմ շատ համեղ են ու այնքան հետաքրքիր երբեմն անսպասելի համային համադրություններ ունեն, որ ափսոսում ես, որ Ափսոսում ես, չէ՞։ մոռացված են, Այո։ այո։ Եվ ինչ որ առումով ուզում ես ներդրում ունենալ, որ դրանք նորից վերածնվեն ու սկսեն պատրաստվել ու իրենց կյանքը շարունակվի, չմնա միայն գրքերում ազգագրական։ Դե դա շատ լավ է, որ մարդիկ հիմա սկսել են ընդհանրապես շատ հենց ֆուդբլոգերները շատ են օգտագործում ազգային ուտեստները եւ դրանով իսկ ավելի Մեր հանրահրճակում։ միսիան համարենք այդքանով կատարված, եթե Այո։ կարողանանք ինչ-որ չափով պոպուլարիզացնել։ Ես ամենահետաքրքիր բուրավետ գործի վրա եմ հիմա, կտրատեցի սխտորը, հիմա քեզ պիտի խնդրեմ մաղադանոսը ավելացնես ու արդեն կարող ենք առաջին բրուսկետան հավաքել։ Ես մինչև մաղադանոսը կկտրեմ, այդ ընթացքում մենք կարող ենք փոքրիկ գովազդ դիտել եւ վերադառնալ։ Սիրով։ Մենք շարունակում ենք սիրելիներս, խոհանոցում շարունակում են աշխատել մեր գործընկերները, չնայած որ մսամթերքից մենք մի փոքր շեղվել ենք, ինչը ոչ այդքան իմ գործընկերոջ սրտով է, բայց ամեն դեպքում սա ավելի թեթև է, Փոքր-ինչ նյարդայնացակ։ փոքր-ինչ, բայց որովհետև ամեն դեպքում մենք խոհանոցում ենք դա արդեն իսկ նշանակում է, որ համեղ տրամադրությունն է տիրում այստեղ, ուր հասանք սիրելի Անուշ Փեփրոնը։ Մենք արդեն Առաջին մատուցման բրուսկետան ենք, տախտակի այո։ վրա Արդեն դրեցինք այո, հացի մի մասը։ Կխնդրեմ Անուշին մաղադանոսը ավելացնի եւ մեր առաջին միջուկը պատրաստ է։ Մենք տարբեր միջուկներով ենք պատրաստելու։ Այո։ Դրանով իսկ եւ գույները կլինեն տարբեր եւ համերը ըստ նախասիրության արդեն։ Այո։ Ես այսպես սա խառնեմ։ Այստեղ ուրեմն խառնեցինք սխտոր եւ մաղադանոս։ Ճզմիչով կամ մանրեցված դանակով սխտոր, կարմիր պղպեղի մարինատ, ցանկալի է խորոված լինի, ավելի հետաքրքիր համ է ունենում եւ հիմա ամենակարևոր ու պատասխանատու պահն է։ Առաջին շերտում սրաչատելա տիպի պանիր կդնենք, սա սելուցք է եւ մոցարելա մանրեցված, ունի շատ հետաքրքիր նուրբ համ եւ կարմիր պղպեղի հետ շատ հետաքրքիր համադրվում է։ Դա ավելացնենք ու կդնենք վրան արդեն մեր այս աղցանային։ Իդեպ ասեմ, որ սա նույնիսկ առանձին կարելի է որպես աղցան մատուցել։ Ինքան հետաքրքիր է, այո, շատ համեղ տարբերակ է, պարզ, կարելի է 5 րոպեում խոհանոցում պատրաստել։ Հիմա այդպես կդնենք ու կավելացնենք մեր այս աղցանը վրան ու կշարենք։ Իսկ ես երևի անցնեմ Ես սա անեմ, ինչեւ դուք ես կանցնեմ մեր հաջորդ բրուսկետային, սա ամենահեշտ երևի տարբերակն է, ինձ ընդհանրապես պետք է մի քիչ խոշոր մոցարելա, աղաջրում մարինացված, պեստո սոուս, մի փոքր հիմա սոճընկույզ կբովեմ, որ էլի շատ հետաքրքիր համադրություն է ու վերջ։ Էլ ոչ մի բան, բայց շատ գեղեցիկ կլինի։ Եթե կա պեստո սոուս, ուրեմն Այո։ Որովհետև կարևորը նա գոհ է։ Անցնենք գործի։ Ես հիմա մի րոպե պտտացնեմ մեր Ես այդ ընթացքում ինչեւ այս մի տեսակը կպատրաստեմ։ Կարելի է տարբեր այսպես տարբեր տեղերում դնել, որպեսզի գույներով ճիշտ համադրվեն։ Այո։ Հացերն էլ իդեպ կարող եք կարմրացնել ըստ ցանկության, մարդիկ կան ուղակի թեթև չորություն են հաղորդում, մարդիկ էլ կան սիրում են այսպես լավ կարմրացնել։ Կարևորը պետք չի տապակել ավելորդ կալորիականություն եւ յուղայնություն ավելացնելու համար։ Ես էլ եմ այսպես պատրաստում, փեփրոնը, ուղղակի առանց ձիթայու, ուղղակի չորացում են, կարակով են սիրում անել։ անել։ Կարակով շատ համեղ է, բայց ես էլ եմ սիրում։ օգտակար չէ, դրա համար հիմնականում ուղղակի չորացնում եմ։ Ես հիմա մի հատ մոցարելան փորձեմ կտրել։ Բայց իհարկե պետք է մի բան փաստել, որ շատ տարբեր կարծիքներ են հնչում կապված
կարակով որևէ բան տապակելու հետ, որովհետև չգիտեմ, մեծերը անգամ ասում են, որ ոչ դա առողջարար է, չէ՞ որ մենք շատ հաճախ վայելում ենք գյուղական կարտոֆիլը տապակած կարակով ու շատ ծնդաբաններ նույնիսկ ասում են, որ սխալ թերևս կարծիք է, որ դա գուցե վնասակար է առողջության համար, բայց իհարկե կան նաև մասնագետներ, ովքեր պնդում են հակառակը։ Բայց կարևոր մի բան կա, այնինչ համեղ է, Այնինչ համեղը մնում է համեղ։ այնինչ այդ պահին թերևս մեր ցանկությունն է վայելել, դե երևի պետք է վայելել, իհարկե չափը չկորցնելով։ Ինչ ասեք։ Իհարկե, եթե տապակված չէ, օգտակար է կարակը, պարտադիր է։ Ես օրինակ ամեն առավոտ պարտադիր կարակ օգտագործում եմ։ Ես մի գաղտնիք էլ ասեմ, երբ կարակը հալեցնում եք եւ դարձնում եք յուղ, Յուղ, դրա այո։ ծխման աստիճանը բարձրանում է եւ ավելի պակաս վնասակար է դառնում դրանով տապակելը։ Իզուր չէ, որ մեր տատիկներն Արդար յուղ են ասել, օգտագործել, այո։ Եվ այդպիսով ավելի օգտակար դարձել։ Ես կխնդրեմ Անուշին ինձ մատուցամանը չնայած այստեղ է։ Կարող եմ այդտեղ փոխանցել, կարող եմ հացի համար։ Քեզ եթե Հացի համար պետք է։ դնենք այստեղ միանք, կամ ես Մի փոքր ուզում կտեղավորեմ, եմ այո։ սարճի մեր հացը, հետո սկսենք արդեն հավաքել։ Ինչն է հետաքրքիր, որ բրուսկետաները թվում է, թե մի քիչ երկարատև աշխատանքներ է անհրաժեշտ, որպեսզի հասնել արդյունքի, Որովհետև մենք խոսում ենք հիմա Անուշ։ դե մենք հիմա դանդաղ ենք աշխատում հանգիստ, խոհանոցում զրուցելով, պատրաստելը, այո, ավելի արագ կլինի։ բայց արդեն կարող ենք մի քիչ ավելի արագացնել եւ Այո, ես կդասավորեմ, որպեսզի հովանա այսպես անենք։ ու պատրաստենք հաջորդ։ Հա, ես սկսում եմ հիմա ինձ փոքրիկ գտալ մի հայ, խնդրեմ փոխանցես։ Մեր երկրորդ բրուսկետան եմ պատրաստում, Որի համար ինչ է Մեզ անհրաժեշտ։ պետք է pesto սոուս։ Մեկ հատ, մեկ շերտ բարակ մոցարելլա, չորալոլիկ։ Եւ հետո ես սա ուղակի ես էստեղ տնեմ, դու խնդրում եմ, եթե դժվար Այո, չէ կդասավորեմ, քեզ, որովհետև դասավորել։ Եվ սոճընկույզով արդեն կզարդարենք, դա այլընտրանքային է, կարող եք։ Յուրաքանչյուր տեսակի ընկուզեղեն կարելի է ավելացնել։ Ցանկալի է, բայց տապակված լինի, մի փոքր։ Այո, բոված համեղ է լինում, յուղերն են մի տեսակ իրենց Այո, համը տալիս։ այո, համաձայն եմ։ Իդեպ չորալոլիկի եւ սոճընկույզի համադրությունը բավականին հետաքրքիր է։ Մեզ մոտ այդքան տարածում չունի, բայց խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ փորձել ու հաստատ շատ կհավանեք։ Սովածացանք մենք այստեղ։ Դուք դեռ բույրերը, չգիտեմ, այդտեղ զգում եք թե չէ։ Ինձ թվում է հասել է բույրերը։ Այո։ Նույնպես։ Բայց հետաքրքիր է Փետրոնը, որ զբաղված լինելով նաև ֆուդ բլոգինգով, իհարկե սպասում ենք, որ շատ հետաքրքիր ձևով եք դուք պատրաստվում տանը իհարկե ամանորը դիմավորելու, բայց ինչպես հասկացանք դեռ չեք հասցրել, ինչու, որովհետև Ունեմ գաղտնիքներ ինչպես հասցնել։ Այո, այդ պատճառով։ Իրականում ոչ թե անգլերենում մի հետաքրքիր խոսք կա, ասում է ոչ թե շատ պետք է աշխատես, այլ արդյունավետ եւ խելացի։ Ես ունեմ իմ մեթոդները, որպեսզի թեկուզ կարճ ժամանակահատվածում հասցնեմ գոնե բազային հետաքրքիր բաները ու շատ չչարչարվեմ, որովհետեւ ինչպես ասեցի, ամանորը ոչ թե չարչարանքի մասին է, այլ սիրելիների հետ ժամանակ անցկացնելու ու ես մաքսիմալ փորձում եմ դա իրականացնել։ Բայց այդ չարչարանքի մեջ էլ կասեր, եթե չկա էլ ուրեմն պետք է մարդիկ գտնեն։ Ամեն դեպքում հետաքրքիր բան ասացիք, երևի դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր այդ պահին մտածում են կամ սրտի ցանկությանն են հետևում ու տեղում պատրաստում են այնինչ այդ պահին ուզում են համտեսել ուտել։ Մենք հիմա այն ժամանակներում ենք, որ ցանկացած մթերք Փառք կարելի է գտնել խանութներում, ոչինչ չի վերջանում, պետք չի գրոհել սուպերմարկետները եւ հանգիստ կարող ենք ամեն բան հասցնել։ Փետրոնը մեզ մնում է ամենավերջինն եմ արդեն անում, Անուշ ջան, կմանրեցնեմ հիմա չորալոլիկը եւ դու արդեն մանրեցրել ես այդտեղ ձիթապտուղը եւ մենք պատրաստում ենք մյուսը չորալոլիկով ձիթապտուղով եւ ընդհանրապես կապերսով ենք ձևավորելու մի փոքր էլ pesto սոուս կավելացնենք։ Այսինքն մենք ունեցանք 4 տեսակի բրուսկետաներ, հա? 3։ Այո։
Այստեղ կարող ենք արդեն Ահա, սոճընկույզը կովել։ վել։ Ես ընդամենը մի քանի պատրաստ։ րոպեների ընթացքում սիրելիներս։ Տեսեք, թե ինչեր կարելի անել խոհանոցում։ Master class։ Երբ սիրում ես քո աշխատանքը, երբ տիրապետում ես նաև հմտություններին եւ նրբություններին, Այո։ Մինչև փեփրոնեն կկտրի, ես որպես տոնական օր այսօր մի փոքր շեղվեմ ու որոշել եմ ձեզ բլից հարցեր տալ տղաներ։ Համաձայն եք։ Գնացինք։ Ես սիրում եմ բլից հարցեր։ Ամանորի հետ կապված։ Դե, սկսենք։ Օ, Մսով տոլմա, թե պասուց տոլմա։ Հերթով պատասխան։ մսով, միանշանակ մսով տոլմա։ մսով տոլմա։ Դե իհարկե։ Իսկ կաղամբով թե թփով։ Կաղամբով թե թփով։ Թփով։ Թփով, իհարկե։ Իսկ սխտոր մածունով Խոզի ազդրամից թե քյուֆթա։ որ քյուֆտար, եկեք մի հատ ճշտենք նոր պատասխանը։ Գավառի քյուֆթան։ Որ կարակա գավ։ Այո։ Խոզի ազդրամից։ Քուֆթա։ Քուֆտա։ Այո։ Քյուֆթա թե սովորական քյուֆթա թե իշլի քյուֆթա։ Իշլի քյուֆտա։ Իշլի քուֆթա։ Կիտրոնով։ Նրբաբլիթ թե բրուսկետա։ Նրբաբլիթ։ Բրուսկետա։ Նրբաբլիթ, դե լավ, բրուսկետա մի քիչ շատ էսթետիկ է։ Իսկ մամայի պատրաստած նրբաբլիթը թե կնոջ պատրաստած նրբաբլիթները։ Ինչ Երկուսն։ պրովոկացիոն հարցեր ես տալիս։ Երկուսն են։ Երկուսն էլ։ Ես կնոջ, հա։ Մամային Լոբով արդեն պաշտետ փորձել թե ենք։ խորոված։ Ինչ։ Լոբով պաշտետ թե խորոված։ Դե լավ։ Իհարկե լոբով պաշտեց։ Չեմ հավատում։ Եկե խորոված։ Խորոված, հատկապես գրակի կողքին։ Այո։ Խոզի ազդրամից թե խորոված։ Այսի արդեն ֆինալն է, այսի շատ դժվար։ Չէ, խորոված, ես։ Խորոված։ Կիսապատրաստուկներ, նույն ինքը կիսաֆաբրիկատներ, թե գնել, թե պատրաստել արդեն տանը։ Պատրաստել Տանը, այո։ Պատրաստել տանը։ Ճիր թե չամիչ։ Չի մանդարին։ Չի։ Ամանոր ընտանիքով թե ընկերների հետ։ Ընտանիքով, միանշանակ ընտանիքով։ Ամանոր Հայաստանում թե Հայաստանից դուրս։ Հայաստանում։ Հայաստանից դուրս չենք գնացել, այսօր կամանոր։ Չգիտեք այդ ինչ Հյուր է։ գնալ թե հյուրընկալել։ Եվ երևի։ Երկուսն էլ։ Բայց եթե մի քիչ անկեղծ հյուրընկալել իմ դեպքում։ Հյուրընկալել։ Ես էլ կասեմ այդ նույն բաները։ Եվ վերջում մի քիչ հումորային էսպես ձմեր պապիկ ձյունանուշիկ թե ձմեր տատիկ։ Եփը ձմեր պապիկ ձյունանուշիկ չէ։ Ձյունանուշիկ թե ձմեր տատիկ։ Իհարկե ձյունանուշիկ։ Իհարկե ձյունանուշիկ։ Այսքանը Ստաբար մեր նկարահանող անձնակազմի բոլոր տղա ներկայացուցիչները մեզ հետ համաձայն են։ Եվ այսպես, սիրելի Անուշ եւ Փեփրոնը մատուցման փուլում ենք, այո։ Այո, մենք ավարտեցինք։ Այո։ Գեղեցիկ Այս բրուսկետաները համարել եկան այդ եւ ցանկալի արդեն Այստեղ ունենք չորալոլիկ եւ կալամատատիպի ձիթապտուղ մանրեցված։ Մեր երրորդ բազմատեսակ, այո։ ախորժալի, Նա առողջարար։ գույները խնդրում եմ ուշադրություն տեսեք դարձնել։ որքան գեղեցիկ է։ Իսկական Տոնական Ամանորի տոնական զարդ է։ Սոճընկույզը Սոճընկույզը մոռացանք, պետք իսկ այդ է ընթացքում ես ձևավորել է ընդհանրապես պետք, Ահա։ չենք մոռացել ոչ մի բան։ որ բրուսկետաները լոլիկի վրա Ցանկացածի վրա կարող ես ավելացնել, Մենք կարող ենք նաև բոլորը մի արա, կանաչի, ահա, որպեսզի տարբերվեն։ կանաչի ավելացնենք Այո, այստեղ նաև սամիթի կարող ենք։ ճյուղեր կավելացնենք, որ գեղեցիկ տոնական ձև կտա մեր բրուսկետաներին։ Ահա։ Եվ մենք խոսեցինք տեսանյութի մասին, որ պետք է դիտենք Խաչատուր Աբովյանի թանգարանից խոսեցինք եւ ասեմ, որ այդ տեսանյութը մենք կարող ենք հիմա դիտել եւ մեր հեռուստադիտողները մանրամասն ավելի տեսնեն, թե ինչ է կատարվել այնտեղ եւ ասեմ ընդհանրապես շատ գեղեցիկ ու շատ կոլորիտային թանգարան է, այնպես որ եւ շատ-շատերը չեն գնացել, գուցե եւ չեն տեսել։ Դրա համար խորհուրդ եմ տալիս գնալ թանգարան ու տեսնել այդ գեղեցիկ հետաքրքիր տոհմական տունը եւ ինչու՞ չէ նաեւ հետաքրքիր պատմություններ լսել։ Շնորհակալ ենք ձեզ, Շնորհակալ ենք շատ։ Տոնական ռիթմի մեջ հասցրեցիք միացաք մեզ ու առաջարկեցիք շատ հետաքրքիր բաղադրատոմս, դիտենք տեսանյութը եւ նա անհամբեր է փորձելու այնինչ այնտեղ կատարվում։ Դուք դիտեք տեսանյութը, մենք գնանք փորձենք բրուսկետաները։